Գլուխ 10-րդ Իսլամի վերջնական նպատակը Համաշխարհային հպատակություն իսլամին Ինչպես Մուհամեդի օրերում, այսօր ևս իսլամի արմատական հետևորդների նպատակն աշխարհի նվաճումն է։ Այս մտածելակերպը լավագույնս նկարագրելու համար կօգտվեմ իսլամական մի առաջնորդի խոսքերից։ Ժամանակակից ջիհադի ջատագով, գրող և մտածող Պակիստանի արմատական շարժման հիմնադիր Մաուլանա Աբուլ Ալա Մաուդուդին ոչ միայն բազմաթիվ գրքերի հեղինակ է, այլ նաև հանրաճանաչ իսլամագետ։ Իսլամական աշխարհի համար նա մի առաջնորդ է, ով կհիշվի մարդկության ամբողջ պատմության ընթացքում։ Ձեզ եմ ներկայացնում նրա խոսքերը։ Իսլամն աշխարհի մյուս կրոնների նման սովորական կրոն չէ, ինչպես և մուսուլմանական ազգերը մյուս ազգերի նման չեն։ Նրանք յուրահատուկ են, քանի որ Ալլահը միայն նրանց է հրամայել տիրել երկրին և իշխել ազգերին։ Ինչպես նշում է նա, իսլամական հեղափոխության նպատակը մարդկային իշխանություն հիմնելը չէ, և ոչ էլ որոշելը, թե որոնք են լավ երկրները և որոնք ոչ։ Իսլամը հեղափոխական հավատք է, որը գալիս է որպեսզի կործանի մարդկանց կողմից ստեղծված կառավարությունները։ Այն, ինչին ձգտում է իսլամը, ավելի լավ երկրներ գրավելը չէ։ Նշանակություն չունի, թե ինչպիսին է այն երկիրը, որը պատրաստվում է գրավել իսլամը։ Նրա նպատակն է իշխել աշխարհին և հպատակեցնել մարդկությանը իսլամական հավատքին։ Այս աշխարհում իսլամը կպատերազմի ցանկացած ազգի կամ իշխանության դեմ, որը կփորձի կանգնել այդ նպատակի իրագործման ճանապարհին կամ կփորձի ոչնչացնել այն։ Իսլամը կդիմի ամեն միջոցի համաշխարհային հեղափոխություն իրականացնելու համար։ Ահա թե ինչին են անվանում ջիհադ։ Մաուդուդին արտահայտեց նաև այն գաղափարը, ըստ որի իսլամը և քաղաքական համակարգ է, և կենսաձև, որը պետք է փոխարինի մյուս բոլոր կենսաձևերին։ Իսլամը պարզապես հոգևոր կրոն չէ, այլ կենսաձև։ Այն երկնային համակարգ է, որը Գաբրիել հրեշտակի միջոցով հայտնվել է մեր աշխարհին։ Մուսուլմանների պարտքն է ոչնչացնել աշխարհում տիրող ցանկացած համակարգ և հիմնել իսլամական համակարգ։ Յուրաքանչյուր մարդ, ով ընդունում է իսլամը որպես կենսաձև, կարող է դառնալ Ջամաաթ-ի-Իսլամիի անդամ, պակիստանյան արմատական շարժում, որի հիմնադիրն այս խոսքերի հեղինակն է։ Թող մարդիկ չմտածեն, որ Աստծո կուսակցության անդամները սովորական միսիոներներ, մզկիթների սովորական քարոզիչներ կամ հոդված գրող սովորական մարդիկ են։ Աստծո կուսակցությունը Ալլահի կողմից հիմնադրված խմբավորում է, որի նպատակն է մեկ ձեռքով տանել իսլամի ճշմարտությունը, իսկ մյուսով սուրը։ Աշխարհի երեսից կվերանան չարի և մարդկային թագավորությունները, դրանց փոխարեն կիշխի միայն իսլամական համակարգը։ Այս խմբավորումը կվերացնի կեղծ աստվածներին և Ալլահին կդարձնի միակ Աստվածը։ Կեղծ աստվածներ ասելով հեղինակը նկատի ունի քաղաքական այն առաջնորդներին, ովքեր իսլամական իշխանությունից չեն։ Նրանք արևմտյան երկրների նախագահներն ու վարչապետներն են։ Ակնհայտ է, որ իսլամը պայքարի հեղափոխության և պատերազմի հավատք է։ Իսլամի նպատակը ոչ թե ինչ-որ երկրին, այլ ամբողջ աշխարհին տիրելն է։ Քրիստոնյաները որպես թիրախ։ Աշխարհի նվաճման ծրագրի մեջ թիրախը քրիստոնյաներն են, քանի որ նրանք չեն ցանկանում դավանափոխ լինել։ Սրա մասին Ղուրանը հայտարարում է, ոչ թե ակնարկում։ 1980 թվականին Պակիստանի Լեհոր քաղաքում տեղի ունեցավ մուսուլմանական միջազգային համաշխարհային ընկերության համագումարը։ Ֆրանսիական հայտնի Le Figaro թերթը տեղեկացրեց, որ կոնֆերանսը հարցեր է քննարկել մուսուլմանական պետություններում քրիստոնեական փոքրամասնության գոյությանը վերջ տալու կամ էլ նրանց հարկադրաբար մուսուլման դարձնելու մասին։ Ըստ նրանց ծրագրի դա պետք է իրականացնել մինչև երկրորդ հազարամյակի ավարտը։ Այդ ընկերության նախագահը 1984 թվականին դատական հայց ներկայացրեց ընդդեմ ֆրանսիական թերթի, պնդելով, որ այդ տեղեկությունը կեղծ է։ Բայց ես հավատում եմ, որ այդ թերթը ներկայացրել է ճշմարտությունը, քանի որ դա իսկապես իսլամի նպատակն է։ Քրիստոնյաներին դավանափոխ անելու մեկ այլ օրինակ է Լիբանանի քաղաքացիական պատերազմը։ Քրիստոնյաների և մուսուլմանների միջև բռնկված այս պատերազմը տևեց 20 տարի, և ոչ ոք չէր հասկանում, ինչպես կարելի էր դադարեցնել պատերազմը, ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ նույնիսկ արաբական մյուս երկրները։ Լիբիայի առաջնորդ Մուամմար Ղադաֆին, որն իրեն խոշոր մտածող էր համարում, հայտարարեց.
որ ինքն ունի լիբանանյան խնդրի լուծումը։ Ըստ նրա քրիստոնյաները պետք է դավանափոխ լինեին եւ ընդունեին իսլամը։ Այդ ժամանակ նրանք կդառնային մուսուլմանների եղբայրներն ու քույրերը եւ պատերազմը կդադարեր։ Նա ասել էր. «Հուսով եմ, որ կա լիբանանցի քրիստոնյաների նոր սերունդ, որը մի օր արթնանալով կգիտակցի, որ արաբները չեն կարող քրիստոնյա լինել, իսկ քրիստոնյաները արաբ, այնպես որ նրանք դավանափոխ կլինեն, կընդունեն իսլամը եւ ճշմարիտ արաբներ կդառնան»։ Ջիհադի մեթոդները։ Ինչպես համոզվեցիք, ջիհադը հաստատված է Ղուրանում եւ նրա նպատակը համաշխարհային տերություն հիմնելն է։ Այսօր ջիհադը կոչ է յուրաքանչյուր մուսուլմանի համար։ Այժմ դիտարկենք մեր օրերում ջիհադի իրականացման 3 փուլերը։